Երեքշաբթի առավոտյան նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու մասին, իսկ երեկոյան 8-ին Միացյալ Նահանգները հայտարարեց. սկսվել է երկշաբաթյա հրադադար Իրանի հետ։ Իրանը եւ Միացյալ Նահանգները իրար ամերժ վարկածներ են տալիս։ Իբր համաձայնեցված 10 կետից բաղկացած պլանի նրանց մեկնաբանությունները տարբեր են, եւ Թեհրանը եւ Վաշինգտոնը հայտարարում են իրենց հաղթանակի մասին։ Հրադադարի հայտարարումից հետո իրանական կողմի համար կարմիր գիծ էր մնացել Լիբանանի վրա շարունակվող իսրայելական կրակը եւ իրանական ակտիվների ապասառեցումը։ Սա հերիք չէր, Պակիստանի միջոցով հրադադար կորզած Թրամփը դեռ բանակցությունները չսկսած իր ոճին հատուկ սկսել է սպառնալ, թե Իրանի միակ հաղթաթուղթը Հորմուզի նեղուցի արգելափակումից օգուտ ստանալն է։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով միակ պատճառը, որի համար իրանցիները ողջ են, բանակցություններն են։ Իրանի հետ Թրամփի իրավիճակը հիշեցնում է Ջիմի Քարթերի 1979-ից 81 թվականների ճգնաժամը, գրում է ռուս-ամերիկագետ Դմիտրի Նովիկովը եւ շարունակում, որ այն ժամանակ Թեհրանը գերեվարել էր 66 ամերիկացի դիվանագետի եւ շանտաժ էր անում Միացյալ Նահանգներին, իսկ Քարթերի թուլությունը նրան հետագա կարիերան արժեցավ։ Թրամփի վարկանիշները նույնպես նվազում են։ Թերևս Քարթերի պատմության հետ ներկայիս շփոթության գլխավոր նմանությունն այստեղ ոչ այնքան այն է, որ երկուսն էլ սայթաքել են Իրանի հարցում, որքան այն, որ քաղաքական դիրքորոշումների փլուզման առանցքային գործոն է դարձել շփոթված թուլամորթի կերպարը։ Թրամփն իր կերպարը կառուցել է հենց որպես հակապատկեր Քարթերին, եւ ողբերգական է նրա համար Քարթերին ավելի շատ նմանվելը։ Օբյեկտիվորեն, սակայն իրավիճակները տարբեր են։ Իրանական միջադեպը Քարթերի վարկանիշը հասցրել է 36%-ի, միանգամայն բարձր 50+-ից։ Թրամփի վարկանիշը հասել է 36%-ի, դեռ 2025-ի աշնանը մոտավորապես այնքան, որքան Թրամփին տալիս են հիմա Իրանի ֆոնին։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներում քաղաքական ռազմական նոր սկանդալ է հասունանում։ Ամերիկացի զինծառայողները կասկածի տակ են դրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի հայտարարությունները Իրանի հետ պատերազմի ժամանակ Քուվեյթի ռազմաբազայում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Մինչդեռ փորձագետները հայտարարում են Միացյալ Նահանգների գործողության լիակատար ձախողման մասին։ CBS հեռուստաալիքը հրապարակել է հարձակման ենթարկված բազայում գտնվող զինվորականների պատմությունները։ Կատարվածը վերջին շրջանում ԱՄՆ ուժերի դեմ ամենածանր հարձակումներից մեկն էր։ Մեծ ստորաբաժանումը փաստացի պատրաստ չէր պաշտպանության, դիրքերը պատշաճ կերպով չէին ամրացվել, իսկ հարձակումը հանգեցրել էր զոհերի եւ անձնակազմի շրջանում բազմաթիվ վիրավորումների։ Մեզ տեղահանեցին եւ տարան ավելի մոտ իրանական սահմանին, որտեղ մենք նշանակետի տակ էինք։ Այդպես էլ չհասկացանք, ինչու էին մեզ տանում կրակի բերան։ Մեր զոհված ընկերների մահը կարելի էր կանխել, եթե հետախուզությունը տեղյակ պահեր սպառնալիքի մասին։ Հաջորդ օրը պատերազմի նախարար Հեքսեթը հայտարարել էր, որ հարձակումն աննշան է եղել, իբր իրանական անօդաչուն պարզապես կարողացել է ճեղքել բազայի պաշտպանության համակարգը։ Քաղաքագետ Մալեք Դուդակովը կարծում է, որ խոսքը կարող է գնալ ավելի մեծ խնդրի մասին։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողությունը չի հասել իր առջև դրված նպատակներին եւ փաստորեն անհաջողությամբ է ավարտվել։ Փորձագետը հնարավոր է համարում, որ առաջիկայում ավելի շատ տեղեկություններ կհայտնվեն իրական կորուստների մասին, թեև հնարավոր են նաեւ տեղեկատվությունը թաքցնելու փորձեր։ Последние годы, конечно, именно Земпартия у нас. Կսկսեն հայտնել տեղեկություններ այն մասին, որ այս կամ այն ամերիկացի գեներալը ինչ որտեղ վթարի է ենթարկվել ինքնաթիռով թռչելիս։ Օրինակ, Ամերիկայում ինչ որ փոքր ինքնաթիռով։ Դա սկզբունքորեն մենք դիտարկել ենք Ուկրաինայում 4 տարվա դիմակայության համատեքստում։ Ամերիկացիները չեն սիրում ընդունել իրենց կորուստները, բայց հետո պարզվում է, որ ինչ որ մեկը ինչ որտեղ զոհվել է, ուժել, բայց իբր ոչ Ուկրաինայում։ Այնպես էլ այստեղ չի բացառվում, որ ամերիկյան ռազմական եւ քաղաքական ղեկավարության ներսում պայքար կսկսվի, թե ում վրա բարդել պատասխանատվությունը Իրանում ձախողման համար։ Մասնավորապես հարվածի տակ կարող է հայտնվել Փիթ Հեքսեթը։ Ներքաղաքական սրացումը հատկապես կմեծանա ընտրությունների նախաշեմին։ Դեմոկրատական կուսակցությունը ձախողված ռազմական արշավը կօգտագործի որպես լուրջ կոմպրոմատ։ Եթե դեմոկրատները հաղթեն, հետաքննություն կսկսվի այս քաոսային գործողության վերաբերյալ ներառյալ պատերազմական հանցագործությունները, իրական կորուստները եւ ԱՄՆ զինանոցների սպառումը։ 2027 թվականին չի բացառվում ԱՄՆ նախագահի իմպիչմենթը։
Իսկ մինչ այդ Միացյալ Նահանգները համադրում է իր ռազմական նավերը լավագույն զինամթերքով Իրանի հետ խաղաղ բանակցությունները ձախողելու դեպքում։ Այս մասին կրկին հայտարարել է նախագահ Թրամփը, կարծես կրկին վերջնագիր ներկայացնելով չպարտվող եւ չընդգրկող իրանական քաղաքակրթությանը։ Ռիտա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։